Ճշմարտության 33 թեմաներից այսօր մենք հասել ենք 19-րդ թեմային, որը կոչվում է Սուրբ Հոգի, այսինքն թեման Սուրբ Հոգու մասին է։ Այս դասը բաժանել ենք 4 բաժինների, որը կոչվում է առաջինը Սուրբ Հոգու աստվածային որոշ գործերը, երկրորդ բաժինը կոչվում է Սուրբ Հոգու որոշ անվանումները, երրորդը Սուրբ Հոգու բնավորությունն ու կարողությունը եւ չորրորդ բաժինը Սուրբ Հոգուն վերաբերող որոշ խորհրդանիշներ, այսինքն սիմվոլներ, այդպես ասած։ Հիշեցնում եմ, մինչև որ առաջին բաժնին անցնեմ, նորից կրկնում եմ, Աստված թեմայում մենք խոսել ենք Սուրբ Հոգու մասին, որ Սուրբ Հոգին Աստծո եռամիասնության մեկ անձն է, այսինքն Աստված է։ Սուրբ Հոգին Աստված է, Աստծո հետ մեկ պատկեր նույն անուններով, սակայն Աստված իր մեջ, թեև Աստված մեկ է, իր մեջ եռանձնյա է, ոչ թե 3 դեմքով, այլ մեկ պատկերով։ Ուրեմն Մատթեոս 28:19 ձեզ հիշեցնեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ զգուշացնում էր հարությունից հետո, որ գնան բոլոր ազգերը աշակերտել, նաև մկրտության պատվիրանը այսպես էր պատկանելությունը, ումն են պատկանում Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով մկրտեք, նաև Երկրորդ Կորինթացիների 13:13-ում գրված է, այսպես ասում, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ ամենի հետ լինի, ամեն։ Եվ մենք տեսնում ենք նախ մկրտությունը, որ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, անունը մեկ է, որպես անձնավորություն նրա անունը Հոր անվան հետ մեկ է, Հիսուս Քրիստոսի անվան հետ մեկ է։ Դրա համար մկրտեք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Նաև կարդաց Երկրորդ Կորինթացիների 13:13-ը նորից այստեղ օրհնությունը կատարվում է Աստծո եռանձնյա, ասենց ասած, անձերի անունով, Սուրբ եռամիասնության անունով։ Եվ մենք ընդհանրապես Սուրբ գրքում չենք հանդիպում որևէ անգամ, որ օրհնություն կատարվի Աստծո ժողովրդի մեջ, Աստծո ծառաների կողմից կամ արքաների ուրիշ անուններով։ Միայն Աստծով է, որ մարդու օրհնություն են ցանկանում։ Իհարկե չեմ խոսում այն ազգերի մասին, որ կռապաշտեն, Սուրբ Գիրքը շեշտում է նրանց մասին, սակայն նրանց մեղադրում է սխալի համար, մեղքի համար, որ նրանք օտար ոչ աստվածներ ունեն, կուրքեր ունեն, սակայն որպես ճշմարիտ Աստված նաև Սուրբ Հոգու անունով օրհնություն է տալիս Պողոս առաքյալը հավատացյալներին։ Նաև Սուրբ Հոգին ծրագրում է, առաջնորդում է Գործք առաքելոց 13:2-ում մենք կարդում ենք, երբ որ Աստծո ծառաները հավաքվել էին մեկտեղ, երբ որ Տիրոջը պաշտոն էին մատուցում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. Ինձ համար որոշեցեք Բարնաբասին եւ Սողոսին այն գործի համար, որ ես դրա համար կանչել եմ նրանց։ Ուշացու դարձեք Սուրբ Հոգի խոսեց հավաքված հավատացյալների հետ, Աստծո ծառաների հետ, որպես անձնավորություն, սակայն մենք հիմա բաժիններով պետք է նայենք Սուրբ Հոգու աստվածային, ինչպես որ նշվեց, գործերը, անունները, առաջին բաժինը սա է, Սուրբ Հոգու աստվածային որոշ գործերը։ Այս բաժինը իր հերթին կնայենք 4 ենթաբաժիններով։ Առաջին ենթաբաժինը սա է, Սուրբ Հոգին մասնակցել է երկինքի եւ երկրի արարչագործությանը, Սուրբ Հոգին հարուցանում է մեռելներին, այսինքն հավիտենական կյանքի համար, Սուրբ Հոգին սիրտ ու երիկամունք է քննում եւ Սուրբ Հոգին հավատացյալներին դարձնում է պտղաբեր, այսինքն աստվածային պտուղ ունեցողներ։ Ուրեմն առաջին ենթաբաժնում, որ կարդացիք Սուրբ Հոգին արարչագործության հեղինակ է, մասնակցել է Հոր եւ Որդու հետ երկինքի եւ երկրի արարչագործությանը։ Օրինակ Ծննդոց 1:2-ում ասում է Սուրբ Հոգի շրջում է ջրերի վրա։ Ուրեմն մենք տեսանք Սուրբ Հոգու արարիչ լինելը։ Եվ մենք գիտենք, միայն Աստված է արարիչ, արարող։ Նմանապես շատ համարներ կան Սաղմոս 104:30-ում նորից խոսում է Սուրբ Հոգու արարիչ լինելու մասին եւ այլն, շատ տեղերում է։ Կան նաեւ Սուրբ Հոգու աստվածային գործից մեկն է սա է, որ նա մեռելներին հարուցանում է եւ կհարուցանի։ Այսինքն խոսքը հավիտենական հարության մասին է, որ միայն Աստված կարող է այդ գործը անել։
Հռոմեացի 8:11-ում ասում է. «Եվ եթե Հիսուս Քրիստոսին, այսինքն Հիսուսին մեռելներից հարուցանող հոգին ձեզանում է բնակված, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանող ձեր մականացու մարմինները կկենդանացնի իր հոգով, որ ձեզանում բնակված է»։ Այսինքն Քրիստոսի Սուրբ Հոգին հարուցանեց, որ այլևս մահ չի տեսնի հավիտենության համար։ Նմանապես, ասում է, ձեզ էլ կա հարուցանե։ Սուրբ Հոգու աստվածային գործերից մեկն էլ սա է, որ ասվում է սիրտ ու երիկամունք է քննում, հասկանում է սիրտ ու երիկամունք։ Գործք առաքելոց 5:3-ից 5-ում այսպիսի վկայություն կա, ուզում եմ առանց կարդալու հիշեցնեմ, իհարկե կարող եք կարդալ, որ մինչև այս շատ հավատացյալների մասին վկայում է, որ նրանք առատաձեռնություն էին անում Տիրոջ տան համար, Տիրոջ եկեղեցու համար։ Հոժար կամքով իհարկե ոչ ոք նրանց չէր ստիպում եւ ուզում էին այդ բարեգործներին նմանվեին նաեւ երկու հոգի, այսինքն մարդ ու կին, Անանիա եւ Սափիրան։ Ասում են նրանք հողամաս ունեն, ծախեցին, հողամասի գնից որոշը պահեցին, որոշ մասը բերին խափելով, թե ընդամենը այսքան ենք ծախել, ամբողջը նվիրում ենք իբրև եկեղեցուն։ Սակայն Պետրոսը մի ճշմարտություն ասեց Սուրբ Հոգու հայտնությամբ։ Սիրտ ու երիկամունք է քնում, հասկացավ նրանց միտքն է, նրանց գործերն էլ ամեն ինչ։ Եվ Պետրոսին անգամ հայտնեց, որտեղ դա Պետրոսի շնորհքը չէր, սիրտ ու երիկամունք քննել, այդ Սուրբ Հոգին։ Պետրոսը նախ բացատրում է իրավունքի հարցը, ասում է նախ մինչը վաճառելը հողը քոնն էր։ Վաճառելուց հետո էլ գումարն էր քոնը։ Ոչ ոք քեզ չի պարտադրել, ոչ հողը տաս, ոչ գումար։ Սակայն ասում է ինչու սատանան ձեր սրտում լցրեց մարդու կնոջ հետո ասում, որ Սուրբ Հոգուն սուտ խոսեցիք, Աստծուն սուտ խոսեցիք։ Նաև առաջին Կորինթացիների 2:10-ում ասում է, որ որպես աստվածային պարգևներ տվող Սուրբ Հոգու մասին ասում է ուրիշներին տալիս է զորությունների ներգործություն եւ ուրիշներին մարգարություն, ուրիշներին հոգիների ընտրություն, ուրիշներին այլևալ լեզուներ, ուրիշներին լեզուների թարգմանություն, բայց այս ամենը հենց միևնույն հոգին է ներգործում, ամեն մեկին բաժանելով ինչպես ինքը կամենում է։ Այսինքն Սուրբ Հոգուն այստեղ ներկայացնում է որպես նորից անձնավորություն, ինչպես ինքը կամենում է եւ աստվածային պարգևներ տվող է նա։ Աստված մեկ է, գիտեք, միակն է եւ մեկացած է։ Մեկ ասելով հասկանում եք երեք իմաստ Աստծուն, որ նրանից բացի ուրիշ Աստված չկա, նա աննման է, նրան հավասարը չկա եւ երրորդը երեքը մեկացած մեկ պատկերով, երեք անձը։ Ուրեմն նաեւ Սուրբ Հոգին հավատացյալներին դարձնում է պտղաբեր, այսինքն աստվածային մարդ, այսպես ասած։ Ինչ որ ամենալավն է շրջանող ժողովրդի մեջ երկա, չէ, ասես աստվածային է, կարծ դրանից վեր այլ բան չկա։ Գաղատացիների 5:22-ից 25-ում խոսում է Սուրբ Հոգու պտուղների մասին, այսպես ասում, բայց Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, եկանամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, կեզություն, ժուշկալություն, այսպիսիների դեմ օրենք չկա։ Եվ շարունակում է իհարկե ինչ ասում Սուրբ Հոգու պտուղն է, այսինքն Սուրբ Հոգին է ներգործում, որ մարդիկ այս որակները ձեռք բերեն, բայց ինչ որակներ, անձին հատուկ որակներ։ Անձնավորությունն է, որ անձին հատուկ որակ է տալիս։ Սեր, չես կարող ասես, օրինակ, առարկան ասիկ ունի սեր, ուրախություն, խաղաղություն, քաղցրություն, բարություն կամ հասկացողություն, նման բաները, հյուրասիրություն եւ այլ, նման պտուղներ է ասում։ Ուրեմն Սուրբ Հոգին, որտեղ մարդիկ են անձնավորություն են, մարդկանց դարձնում է բարձր մակարդակի, աստվածային մարդիկ, աստվածային բնավորության մարդիկ։ Երկրորդ բաժինը կոչվում է Սուրբ Հոգու որոշ անվանումները։ Տեսեք առաջին բաժինը ասված է որոշ գործերը, բնական է Աստծո բոլոր գործերը մենք չենք կարող բոլորը շեշտել, որտեղ ժամանակն էլ չի բավականացնի մեր կյանքի, այլ դրա համար որոշ, այսինքն մի քանի գործ, որոնցով ապացուցվում է։ Նմանապես որոշ անվանումներ, որ նորից աստվածային անուններ են։ Սուրբ Հոգին կոչվում է նաև Աստծո Հոգի։ Հենց Ծննդոց 1:2-ում չասում Աստծո Հոգի շրջում է ջրերի վրա։ Հոբը նորից որ խոսում է Սուրբ Հոգու մասին,
խոսում է Աստծո հոգին է ստեղծել ինձ, ամենակարողի շունչը ինձ կյանք է տվել։ Աստծո հոգին է ստեղծել ինձ։ Եվ նմանապես Եսայի 63:10-ում կա վկայություն, որ ասում է, բայց նրանք ապստամբեցին եւ բարկացրին նրա Սուրբ Հոգին։ Նա էլ նրանց թշնամի դարձավ եւ ինքը պատերազմեց նրանց հետ։ Եսայի խոսում է ապստամբ ժողովրդի մասին, որ բարկացրին Աստծո Սուրբ Հոգուն եւ այդ Սուրբ Հոգին էլ նրանց թշնամի դարձավ։ Ոմանք, որ չէին ընդունում Սուրբ Հոգին Աստված է, նրանց հետ երբ որ խոսում էի, ասացի լավ, մենք գիտենք, չի Աստված ամենակարող է, այո, ամենագետ է, ամենաիմաստուն է, բարի է, սուրբ է, չի Աստված, այո։ Նաև Սուրբ գրքում ասում է Աստված հոգի է։ Ճիշտ է։ Աստված հոգի է, ասում է Հիսուսը եւ նրան երկրպագողները պետք է երկրպագի հոգով եւ ճշմարտությամբ Հովհաննես 4 գլխում գրված է։ Աստծո այո, ընդունում ենք, որ Աստված հոգի է, նաև ընդունում ենք, որ Աստված այդ կոչումները ունի, այդ բնութագիր ունի, որ բարի է, սուրբ է, ամենակարող է, ամենագետ է եւ այլ եւ այլ։ Ես հարց տվի, մենք կարող ենք Աստծուն ասել ամենակարող հոգի, այո։ Մենք կարող ենք Աստծուն ասել ամենագետ հոգի, այո, ամենաիմաստուն հոգի, այո։ Մենք կարող ենք Աստծուն ասել բարի հոգի, ասում են այո։ Կարող ենք ասել սուրբ հոգի, ասում են ոչ։ Ինչու ասած սուրբ բառն է, որ խանգարում է Աստծուն։ Տեսնում եք, որ անկեղծությունից չի այդ ուսմունքը, այլ հակառակությունից է, կեղծավորությունից է, որ դուրս են եկի Աստծո դեմ եւ Աստծո հոգու դեմ։ Հենց այստեղ էլ Եսային ասում, բարկացրին Աստծո Սուրբ Հոգին եւ նա թշնամի եղավ։ Եվ այս մարդիկ, որ այսօր մերժում են Սուրբ Հոգին, չգիտեն, որ Սուրբ Հոգին նրանց թշնամացավ, վայ նրանց։ Նաեւ Աստծո հոգին, Սուրբ Հոգին կոչվում է մխիթարիչ, ինչպես որ հաճախակի հիշեցնում ենք Սուրբ գրքում, այսինքն բնագրում ավելի խոր իմաստ բառ է դրված, մխիթարիչ հայերեն հասկացում է կարծես թե միայն մխիթարողի դերում, բայց բնագրի խոսքը ոչ թե միայն մխիթարության գործն է ցույց տալիս, որ Սուրբ Հոգի պետք է հավատացյալների համար անի, այլ նաև տեր ու տիրական, հայերեն ասած թև ու թիկունք, նրանց պահապան, նրանց խնամք տանող եւ Հովհաննես 14:16 եւ 26-ում հենց Տեր Հիսուսը Սուրբ Հոգուն անվանում է այդ անվանումով, ասում է, երբ որ Հիսուսը արդեն պետք է խաչվեր եւ բարձրանա, խաչվելուց առաջ վերջին ժամերում խոսում էր առաքյալների հետ եւ այս վկայությունը տվեց, ասեց ես հորը կաղաչեմ, որ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան, ճշմարտության հոգին, որին այս աշխարհը կարող չէ ընդունել։ Եվ շարունակում է եւ 26-ում ասում է, բայց մխիթարիչը բութ է դնում Սուրբ Հոգին, որ հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ձեզ ամեն ինչ, որ ձեզ ասացի։ Ասում է մխիթարիչը Սուրբ Հոգին, երբ որ կգա։ Տերը անվանեց նաեւ մխիթարիչ այս անունով եւ հետաքրքիր ասում է մեկ ուրիշ մխիթարիչ կուղարկեմ։ Ինչ է հասկացվում սա։ Մինչև հիմա ես էի ձեզ մխիթարում, մեկ ուրիշ մխիթար, այսինքն անձի տեղ անձ կգա։ Իմ փոխարեն ինձ հավասար մեկը կգա։ Աստծո որդի գնում է Աստծո հոգին պետք է գան աշակերտների հետ։ Ուրեմն նաև կոչվում է ճշմարտության հոգին, նոր 14:17-ում որ շարունակից 16-ը կարդացի, Սուրբ Հոգու համար ասում է, որ հորը կաղաչեմ, որ մխիթարիչ կուղարկի, ասում է ճշմարտության հոգին։ Ճշմարտության հոգին նաև շարունակության մեջ ասում է, որին աշխարհը կարող չէ ընդունել, որ չի տեսնում նա եւ ոչ չի ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որտեղ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ուրեմն ինչ ասում, աշխարհը չի կարող ընդունել Սուրբ Հոգուն։ Աշխարհը նկատի չունի, ում անունը կոչվում է աշխարհիկ։ Այսինքն կարելի է հակառակ կողմից գալ, ովքեր որ չեն ընդունում, նրանք աշխարհի մարդիկ են։ Տիրոջ վկայությունը սա է, նրանք աշխարհիկ մարդիկ են, Աստծո մարդիկ չեն, Աստծո բաժին չեն, Աստծո եկեղեցի չեն, թեկուզ թող իրենք աշխարհում է քրչակեն, թե իրենք Աստծո ժողովուրդ են։ Սա ապացույց է, որ նրանք Աստծուց հեռու են։ 15:26-ում են Հովաննու նույն վկայությունը ասում է, բայց երբ որ մխիթարիչ կա, որ ես հորից կուղարկեմ ճշմարտության հոգին, որ հորիցն է դուրս գալիս, նա կվկայի ինձ համար։
ճշմարտության հոգին։ Ասենք սրանք Սուրբ Հոգու անուններն են։ Նորից հիշեցնում եմ Աստծո հոգի, Մխիթարիչ ճշմարտության հոգի, մյուսը կյանքի հոգի, Հռոմեացիների 8:2-ում ասում է կյանքի հոգի։ Կյանքը իրեն է պատկանում։ Նրանից է կյանքը։ Կամ ասում ես օրինակ ծիրանի ծառ։ Իսկ ծառից է դուրս գալիս ծիրանը։ Սուրբ Հոգի կոչվում է կյանքի հոգի։ Նրանից է դուրս գալիս կյանքը։ Եվ նմանապես այդ մասին կա վկայություն Հովանու 3:5-ում, որ Տեր Հիսուս ասում է, եթե մեկը հոգուց եւ ջրից չծնվի, չի կարող Աստծո արքայություն տեսնել, չի կարող կյանք ունենալ ավետենական։ Երկրորդ Կորինթացիների 3:6-ում էլ գրված է։ Ասում է, որ մեզ բավական են արես նոր կտականի պաշտոնյա լինելու ոչ թե գրի, այլ հոգու, որովհետև գիրը սպանում է, հոգին կենդանացնում։ Գիրը նկատի ունի օրենքի խոսքը։ Օրենքի պահանջը առանց Աստծո զորության միջնորդության, որ մարդուն օրհնի, որ մարդը սրբանա եւ կատարի։ Օրենքը դրված մարդու առաջ, մարդը կարդում է։ Դրա համար ասում է գիր, օրենքի խոսքը ոչ թե ամբողջ Աստվածաշունչը, որտեղ ոմանք սխալ են հասկացել, ամբողջ Աստվածաշունչն են համարում գիր, բայց Տեր Հիսուս ասում է իմ խոսքը հոգի է եւ կյանք։ Գիր չի սովորական։ Թեև գրվել է, որ մեզ այդ հոգին եւ կյանքը հասնի։ Եվ Սուրբ Հոգու համար ասում է հոգի կենդանացնում է, հենց հոգուց է կյանքը։ Գիրը սպանում է, գիրը դատաստանի է տանում, հոգին կյանքի է տանում, կյանքի հոգի։ Նաև կոչվում է Սուրբ Հոգին որդեգրության հոգի։ Հռոմեացիների 8:15-ում գրված է. որովհետև դուք ծառայության հոգին չառակ, որ դարձել վախենակ, այլ որդեգրության հոգին առակ, որով աղաղակում եք Աբա Հայր։ Արդեն որդեգրություն թեման մենք անցել ենք, գիտեք ինչ է նշանակում, այսինքն Աստծո ժառանգությունը Աստծո որդիներին հասցնելը։ Ժառանգության գրավ, ուրիշ տեղ ասում է, որդեգրության գրավ, որդեգրության հոգի։ Ինչպես նաև Սուրբ Հոգի կոչվում է խոստմունքի հոգի։ Այսինքն Աստծո խոստմունքները տվող եւ խոստմունքները իրականացնող։ Սա է նշանակում։ Գաղատացիների 3:14-ում օրինակ գրված է, ասում է, որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքը ընդունենք հավատքով։ Ուշացու դարձնում եք, երբ որ Աբրահամի հետ խոսեց, ով խոսեց, ամբողջ աշխարհը գիտի, Աստված խոսեց։ Հա? Աստված խոստումներ տվեց Աբրահամին։ Նաև կար, չէ՞, երկրի բոլոր ազգերը քո սերունդով պետք է օրհնվեն։ Աստծո խոստում, բայց այստեղ Սուրբ Գիրքը ասում է Սուրբ Հոգու խոստում, այսինքն նույնանում է նորից Աստծո հետ Սուրբ Հոգին, խոստմունքի հոգի, Աստվածային անուն է սա, կոչվում է իմաստության, հանճարի, խորհրդի, զորության, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգի, արդեն շատ անուններ հատ չասեմ, Եսայի 11:2-ում է այս մասին գրած։ Տեր Հիսուսի համար ասում, նրա վրա կահանք չէ։ Սակայն Կորինթացիների 12-ում կա, չէ՞, ասում, մեկին Սուրբ Հոգին տալիս է գիտության խոսք, մյուսին իմաստության խոսք, այսինքն նա է իմաստության եւ գիտության աղբյուրը, այսինքն Աստված է։ Եվ Սուրբ Հոգին այստեղ Աստված վիճակի մեջ է հայտնվում։ Մեկ ուրիշ անունը կոչվում է շնորհքի հոգի։ Եբրայեցիների 10:29-ում իհարկե մինչև այդ համարը առաքյալը խոսում է, որ շատերը հին ուխտի ժամանակ անգամ, որ գիտեք հին ուխտի կարգ ու կանոնները անմիջապես Աստծուց չտրվեց ժողովրդին, միջնորդ կար Մովսես, Աստված տալիս է, Մովսես փոխանցում էր։ Տերը ասում է հրեշտակի ձեռով տրվեց, սակայն այստեղ անմիջապես ասում է Աստծո որդին եւ շնորհքի հոգին։ Եվ եթե մեկը նախատի շնորհքի հոգին, հենց Եբրայեցիների 10:29-ում ասում է, ինչպես կլինի, որ անպատիժ մնա։ Սակայն հարցը դա չի, որ մենք դատաստանի մասին չենք ուզում խոսել, այլ հարցը սա է. Սուրբ Հոգու անվանումներից մեկը շնորհքի հոգի, նաև սրբության հոգի։ Հռոմեացիների 1:4-ում գրված է, առաջին Պետրոսի 1:22-ում նորից սրբության հոգի, որ սրբացումը կատարվում է Սուրբ Հոգու ձեռքով։
ճիշտ է փրկության գործում Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց, բայց մենք ասել ենք, որ Սուրբ Եռամիասնության գործն է փրկությունը, փրկարար գործը, որ մարդկությունը դրան հասնի։ Նաև կոչվում է Փառքի հոգի, առաջին Պետրոսի 4:14-ում ասում է, երբ որ դուք հալածվում եք, մի նեղվեք, այլ ճիշտ է ուրիշը ձեզ հալածում է, հայում է, դուք նրանցից նեղություն եք հաշվում, բայց Աստված դրա փոխարեն ձեր վրա իջեցնում է Փառքի հոգին։ Իրոք որ նա Փառքի հոգի է։ Նաև ասում է իրավունքի հոգի, սրբության համար Եսայի 4:4-ում ասում է Աստված իրավունքի հոգով պիտի սրբի ժողովրդին, այրի նրա ախտերը մաքրի։ Եվ շատ էլ անուններ կան, որ ասած բոլոր աստվածային, որովհետև գիտեք ոնց, այս անունները ուրիշ մեկ իրավունք չունի ստանա, որովհետև չի կարող արդարացնել այս անունները։ Միայն Աստված կարող այս անունի տերը լինել։ Առաջին Կորինթացիներին 2:10-11-ում գրված է։ Ասում բայց ձեզ հայտնեց Աստված իր հոգով, որովհետև հոգին ամեն բան քննում է։ Աստծո խորքն է, որովհետև ով գիտի մարդկանց բաները, եթե ոչ մարդու հոգին, որ նրանում է, այդպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո հոգին։ Ու շարունակում է, ամենայն դեպս բնական է, ով գիտեք ինչ խոսում է անձնավորության մասին, իմացող, գիտեցող, քննող։ Երրորդ բաժին այս դասի կոչվում է Սուրբ Հոգու բնավորությունն ու կարողությունը։ Այսինքն հետաքրքիր բաժին է, որ այս բաժնում մենք պետք է նայենք նրա աստվածային բնավորությունն ու կարողությունը։ Այսինքն կարելի ասել նույնը երրորդ անգամն ենք նայելու, Աստված թեմայի ժամանակ նայել ենք Աստծո բարոյական կողմերն ու կարողության բնութագրերը, Հիսուս Քրիստոս թեմայում նայել ենք, հիմա Սուրբ Հոգի թեմայում ենք նայում, ու բացի Աստծո եռամիասնությունից ոչ մի ուրիշ անձ տիեզերքում այս բնութագիրը չունի։ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ուրեմն կուսումնասիրենք այս բաժինը երկու ենթաբաժիններով, առաջինը կոչվում է Սուրբ Հոգու բարոյական բնութագիրը, երկրորդը կոչվում է Սուրբ Հոգու կարողության բնութագիրը։ Առաջին ենթաբաժինը, որ կոչվում է Սուրբ Հոգու բարոյական բնութագիրը, նորից իր հերթին բաժանվում է երկու ենթակետերի, ասենք սա է առաջինը, Սուրբ Հոգին սեր է եւ Սուրբ Հոգին սուրբ է։ Դե հենց իր անունը երկրորդի համար բավական է, բայց կնայենք համարներով։ Ուրեմն առաջինը, որ ասում է Սուրբ Հոգին սեր է։ Սուրբ Հոգին սեր է, ինչպես որ Աստծո համար ասեցինք։ Աստված սեր է, այսինքն ունի սիրո զգացում, բայց սերն Աստված չէ։ Հիմա էլ նույնը Սուրբ Հոգու համար ենք ասում։ Սուրբ Հոգին սեր է, բայց սերը Սուրբ Հոգի չի։ Հռոմեացիների 5:5-ում օրինակ գրված է Սուրբ Հոգու համար վկայություն, ասում է հույսն էլ չի ամաչեցնում, որտեղ Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռքով, որ տվեց մեզ։ Սեր է, նախ եւ որպես սեր սիրո աղբյուր իրենից է, հենց իրենից է, որ սերը փոխանցվում է մեզ, սերը լցվում է մեր մեջ, Աստծո սերը, որ Սուրբ Հոգու մեջ է։ Աստված տալիս է մեզ Սուրբ Հոգու ձեռով։ Նաեւ մեկ ուրիշ համար 15-ի նույն Հռոմեացիների նամակի 15:30-ում ասվում է աղաչում եմ ձեզ, եղբայր, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով եւ հոգու սիրով ինձ պատերազմակից լինեք, ինձ համար աղոթք անելով դեպի Աստված։ Այսինքն նորից Սուրբ Հոգու սիրով։ Սուրբ Հոգին սեր է։ Սուրբ Հոգու համար նորից մենք տեսնում ենք Աստծո խոսքում, Աստծո գրքում գրված է, որ նա սիրող է, սեր ունի։ Հակոբոսի 2:8-ում էլ գրված ասում է Արդ եթե թագավորական օրենք կատարը գրված է ամատ, թե սիրի քո ընկերին քո անձի պես լավ է անում։ Թագավորական օրենք, սա է թագավորական օրենքը։ Սիրիր քո ընկերոջը քո անձի պես, չէ՞։ Եթե պահում եք լավ եք անում։ Բայց ինչ է կոչվում թագավորական օրենք, այսինքն նկատի ունի Աստված թագավորը, ոչ թե ուրիշներին, սա Աստծո պատվիրան է։ Սակայն մեկ հարցը ուզում եմ ուշադրություն դարձնել։ Այս օրենքը ոչ թե միայն Աստված տվել է մարդկության, այլ հենց Աստծո մոտ էլ գործում է այս օրենքը, սիրո օրենքը։ Եվ մենք ասում ենք Աստված սիրում է, Աստված սեր է։ Սա
հավիտենական բնութագիր է Աստծո համար եւ Սուրբ Հոգու եւ Տեր Հիսուսի համար։ Օրինակ, շատերը ասում են Աստված մի անձնյա է, չէ՞։ Եթե մի անձնյա է, նշանակում է դարերով դեռ ոչինչ չկար, մեկ անձ կար։ Ինչ է դառնում, որ Աստված ումը պետք է սիրեր, ոչ մեկ չկար որ նրան սիրեր։ Եթե այտենց ընդունենք էլ իհարկե։ Բայց երբ որ ասում են Աստված սեր է, սա հենց վկայում է, որ Աստված սիրելու մեջ է եղել հավիտենից։ Որտեղ մենք ասում ենք, մեր Աստված չի փոխվում։ Եթե ստեղծագործությունից հետո փոփոխություն պետք է լիներ Աստծո անձի մեջ, նշանակում է Աստված փոփոխության ենթակա է։ Երբ որ ստեղծագործություն եղավ, նոր հա սիրեց։ Ոչ, Աստված հավիտենից սեր է, ինչպես որ հավիտենից ամենակարող է, այդպես էլ հավիտենից սեր է։ Այսինքն սա վկայում է, որ Աստված մի անձնյա չէ։ Աստծո Սուրբ եռամիասության մեջ, Սուրբ անձերի մեջ կար նաև սիրո հաղորդակցություն, Սուրբ սեր։ Հենց որ ասում ենք Աստված սեր է, սա ևս մեկ վկայություն է, որ Աստված մեկ անձնյա չէ։ Հենց Սուրբ Հոգին նորից Հայր Աստծո նման կոչվում է սիրո հոգի։ Եվ երկրորդ բարոյական բնութագիրը, որ Սուրբ Հոգու համար ասում է, Սուրբ Հոգին Սուրբ է, անունը Սուրբ է։ Գիտեք, Աստված թեմայի մեջ ենք նայել, նաև սրբացում թեմայի եւ ուրիշ թեմաների մեջ ենք նայել։ Երկու տեսակ հասկացողություն կա Սուրբ կոչումի մեջ՝ դիրք եւ վիճակ։ Նախ վիճակով Սուրբ Հոգին իրոք որ Սուրբ է, նա ճունի արատ, մաքուր է, անարատ է։ Ուրեմն Հովանու 14:26-ում գրված է. բայց մխիթարիչը Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկե իմ անով, նա ամեն բան կսովորեցնե ձեզ եւ կհիշեցնե ձեզ ամեն ինչ որ ասեցի։ Գիտեք ոնց Տերուսի բնավորություն, եթե մեկը ճանաչում է նրան, նա հենց անուններ չէր օգտագործում։ Անկամ հիշում եք իր առաքյալների անունները փոխեց։ Ինչու փոխեց։ Հենց իրենց ծառայության եւ կոչումի եւ վիճակի հետ կապված։ Սուրբ Հոգուն, այսինքն Աստծո Հոգուն անվանում է Սուրբ Հոգի, Սուրբ։ Հիսուսն է նաև այս կոչումը հաստատում իր խոսքով, դա Սուրբ է, այս վիճակը։ Նաև առաջին Պետրոսի առաջին գլուխ 20 եւ 22 խոսքեր կարդամ, ասում է Հոր Աստծո կանխագիտության պես, ասում է հոգու սրբության, հնազանդության եւ Հիսուս Քրիստոսի արունի սրսկելու համար շնորհք եւ խաղաղություն շատանա ձեզ վրա։ 22-ում ասում է Սուրբ Հոգու միջոցով ձեր անձերը սրբեք ճշմարտությանը հնազանդվելու, անկեղծ եղբայրասիրության համար մաքուր սիրով իրար սերտ սիրեք։ Հետաքրքիր է, չի ասում է Սուրբ Հոգու միջոցով սրբեք։ Այսինքն հենց սա վկայություն է, Սուրբով է մարդը սրբվում։ Այսինքն Սուրբ Հոգին Սուրբ է եւ դրա համար կարող է սրբել մարդուն, սրբացնել մարդուն։ Եվ հենց իր անունը բավական է, նաև Սուրբ Հոգին դիրքային իմաստով Սուրբ է, սա նշանակում է ամենավերն է, բարձրալն է նա, բարձր է, հորը հավասար է, չէ, իր բնութագրի մեջ, ինչպես ենք ասում, որ նա ամեն ինչով հորը հավասար է, ոչ ավել եւ ոչ պակաս։ Օրինակ 4-ի 24-ում հենց Հայր Աստծո համար էլ ասեց, Աստված Հոգի է, թեև Աստված եռանձնյա է, բայց անուններով առանձնացված են ինչ-որտեղ, Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված։ Սակայն Հայրն էլ է Հոգի, Որդին էլ է Հոգի, թեև մարմին հագավ երևաց աշխարհին, բայց Աստված Հոգի է, նա Սուրբ Հոգին ինքը Հոգի է եւ երկրպագության արժանի Հոգի է, այն Հոգին է, որը պետք է երկրպագվի։ Նաեւ երկրորդ բնութագիրը, որ կոչվում է կարողության բնութագրերը։ Սերը եւ Սուրբը սա մտավ բարոյական բնութագրի տակ։ Սակայն կարողության բնութագիրը 5 կետով կնայենք, այսինքն նա ամենակարող է Սուրբ Հոգին, այսինքն նա ամենուրեք է, ամենագետ է, ամենաիմաստուն է եւ հավիտյան անփոփոխ է։ Առաջինը, որ նա ամենակարող է, Եսայի 11:2-ում գրված է։ Նրա վրա կհանգչի Տիրոջ Հոգին, իմաստության եւ հանճարի Հոգի, խորհրդի եւ զորության Հոգին եւ շարունակում է զորության,
Աստծո զորություն, մենք գիտենք Աստծո զորությունը ամենակարող զորությունն է։ Ինչպես նաև Գործքի 1:8-ում Տեր Հիսուս ասում է, երբ որ Սուրբ Հոգին կգա, դուք զորություն կառնեք եւ իմ վկաները կլինեք։ Այսինքն ինչ զորության մասին է խոսքը, որ նրանով վկային, որովհետեւ աշխարհը ինքան կարծրացած էր, քարացած էր, բնագրում այս զորություն կառնեք, ինչ որտեղ դինամիտ, այտենց հասկացողություն կա, այսինքն կարծությունները կոտրող, ջարդող զորությունն է, քանդող զորությունն է։ Եթե Սուրբ Հոգին չլի, աշխարհը ոչ մեկ չի կարող դժվարությունները հաղթահարել։ Եղել է այդտեղ, որ շատ մարդիկ վկայում են Տիրոջ մասին, բայց մարդիկ որ Սուրբ Հոգու մկրտված չեն եղել։ Ինչ-որ մի տարածք կա, որ մտել են խոսելու, այդ տարածքում նրանք անզոր են եղել։ Բայց չեն իմացել ինչն է գաղտնիքը, չէ՞ որ Աստծո անունով են գնում։ Էլի որ Աստծո անունը բարձր է, բայց զորությունը Աստծո պետք է լինի։ Բայց մեկ է Սուրբ Հոգով մկրտված, Սուրբ Հոգով լցված մարդը, որ գնում է, ասում է, ամեն ինչը իր առաջ կոտրվում է, ասում, դռները բացվում են ավետարանչության։ Եվ այն մյուսները գալիս են հարցնում են, ինչու՞մն է գաղտնիքը, նրանք ասում Սուրբ Հոգու ներկայությունը, որ մենք նաև նրա մեջ ընկղմված ենք եւ նա է մեզ առաջնորդում։ Սուրբ Հոգու ներկայությունը կա այս ավետարանչության մեջ։ Պողոս առաքյալ պատական չի ասում, ավետարանը ես Տիրոջ տվեցի Սուրբ Հոգով, չէ՞, ոչ թե մարդկային իմաստությունով, ոչ թե մարդկային հանճարով, այլ Սուրբ Հոգու զորությամբ։ Ինչպես նաև Հռոմեացիների 15:19-ում գրված է։ Հենց ավետարանի մասին ասում են նշանների եւ երաշխիքների զորությունով, Աստծո Հոգու զորությունով, այնպես որ ես Երուսաղեմից սկսած պտույտ տալով մինչև Լյուրիկացիների կողմերը Քրիստոսի ավետարանը լցրել եմ ամեն տեղ։ Լցրել եմ, ասում Քրիստոսի ավետարանով։ Այսինքն շեշտում է, որ Սուրբ Հոգով հրաշքներով նշաններով, բայց դրանք Սուրբ Հոգու զորության ազդեցությունից է եղել։ Նաև որ ամենուրեք է, Տերը Սաղմոս 139:7-10 խոսում է Մարգարեն եւ ասում է. «Ուր գնամ քո հոգուցը, երկինք էլ վեր կենամ, դու այնտեղ ես տեսնում ես, դժոխքում էլ լինեմ, դու տեսնում ես, ծովի ես կոմեն գնամ, դու ինձ տեսնում ես»։ Այսինքն Տիրոջ Հոգին ամենուրեք է։ Հենց ստեղծագործության մեջ, չէ՞, ամենուրեք է, բայց հետաքրքիր է նաև իր ամենուրեկությունը, որ մենք կարդացինք, չի ասում է Կորինթացիներում ով է, որ Աստծո ներսը քննում է։ Աստծո մասին մենք ասենք, չէ, ամենուրեք է, ամենագետ է Աստված։ Եվ այդ Սուրբ Հոգին Հայր Աստծո բոլոր իմացածներն նա գիտի, այսինքն ամենտեղ Հայր Աստծո հետ է։ Ամենուրեք է, հենց Աստված բառը բավական է, որ մենք իմանանք, որ նա ամենուրեք է։ Եվ 14-ի 17-ում Հովանու նորից մեկ նույն համար տեսեք տարբեր իմաստներով ենք նայում, իսկ հիմա ուրիշ իմաստով ենք նայում։ 17-ում ասում է ճշմարտության Հոգին, որին աշխարհը կարող չէ ընդունել, որ չի տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում է նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որտեղ նա ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Մենք Տեր Հիսուս Քրիստոսի համար ասել ենք, չէ՞, Տերը վերջում ինչ ասաց. ահա ձեզ հետ է մինչև աշխարհի վերջը։ Եվ սա խոսում է Տեր Հիսուսի ամենուրեկության մասին։ Բազում հավատացյալներ, միլիոնավոր եւ Տերը բոլորի հետ է։ Մինչև աշխարհի վերջը դուք պատկերացնեք այդ ժամանակից մինչև հիմա ինչքան հավատացյալներ են եղել եւ կան։ Սակայն սա չի խոսում միայն երկրի վրա եղած հավատացյալներին։ Բոլոր հավատացյալները ձեզ հետ է ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Այսինքն նաեւ ում հետ նրանց, որոնք այս աշխարհից գնացել են։ Հենց Պետրոսի հետ, հենց Հովհաննեսի հետ, հենց մյուսների հետ, նաեւ նրանց հետ, որոնք մինչև աշխարհի վերջ երկրի վրա կլինեն եւ կգործեն։ Նմանապես բոլոր հավատացյալների համար, ինչպես իր համար է վկայում Տեր Հիսուսը, նաեւ Սուրբ Հոգու ձեր հետ է եւ ձեր մեջ կլինի ամեն տեղ, ամեն ժամանակներում, ամենուրեք։ Նրանց հետ էլ, որոնք երկինք են գնացել, նրանց հետ էլ ովքեր դեռ երկրի վրա են։ Սա խոսում է Սուրբ Հոգու ամենուրեկության մասին։ Նաեւ նա ասում է ամենագետ է։ Ուրեմն Հռոմեացիների 8:26-27-ում գրված է. Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթենք, ինչպես արժան է, ասում է, չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում, եւ սրտերը քնողը գիտի, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով է սուրբերի համար բարեխոսում։ Ամենագետ է։
Այսինքն ամեն ինչ գիտի, այսինքն գիտի Աստված ինչ է ուզում լսել եւ հենց դրան է մղում, որ սուրբերը աղոթեն։ Մկրտվածների մասին է իհարկե։ Որ Աստծուն վայելած կերպով մենք չգիտենք Աստված հիմա ինչ է սպասում, Սուրբ Հոգին գիտի եւ հենց մեր միջից այդ աղոթքն է բարձրացնում Հայր Աստծուն։ Իհարկե ինքը չի աղոթում Սուրբ Հոգին, որովհետեւ Պողոս ասում է նա ներգործում է մեր հոգիների վրա, որով մենք, այսինքն ազդված Սուրբ Հոգու մեր հոգիներն են աղաղակում, ապահայր կամ էլ Աստծուն աղոթք են բարձրացնում իրենց հոգսերի համար։ Մենք տեսնում ենք ամենագիտությունը նաեւ արտահայտվում է այս հարցում Առաջին Կորինթացիների 12-րդ գլխի մեջ նորից հիշում եք, որ ասում է գիտության հոգին, գիտության խոսք է տալիս Սուրբ Հոգին։ Առաջին Կորինթացիների 2:10-13-ում այսպես ասում, բայց մեզ հայտնեց Աստված իր հոգով, որտեղ հոգին ամեն բաները քննում է եւ Աստծո խորքն էլ։ Եվ իհարկե շարունակում է, ով գիտի մարդու ներսը, մարդու հոգին, Աստծո ներսը, Աստծո նորից Սուրբ Հոգու համար ցույց է տալիս, որ ամենագետը, անգամ Աստծո ներսը գիտի, եթե Աստծո մտքերն է իմանում քննում, ուր մնաց մարդկանց ու հրեշտակների եւ այլ։ Ամեն ինչ գիտի, ամենքի մտքերից տեղակ է, ամենքի գործերից տեղակ է։ Փառք Սուրբ Հոգուն։ Նաեւ նա ասում է ամենաիմաստուն է, նորից հիշեցնում եմ Առաջին Կորինթացիների 12-րդ գլխի մեջ, որ նաև նա տալիս է իմաստության խոսք, որպես ամենաիմաստություն լինելով ամեն կարիքների դեպքում։ Եսայի 11:2-ում նույնպես ասում է, նա վրա կհանգչի իմաստության հոգին Տիրոջ եւ գիտության հոգին։ Ղուկասի 12:11-12-ում էլ հիշում եք, որ ասում է, երբ որ կտանեն ձեզ թագավորների առաջ, դատավորների առաջ, հոգին ամեն ինչ գիտի, տվյալ պահին ինչ պետք է լինի, նա կտա եւ դու կխոսես։ Նաեւ Սուրբ Հոգու համար ասում են նա հավիտյան եւ անփոփոխ է։ Հովանու 14:16-ում մենք կարդացինք, բայց այս մտքի վրա չնայեցինք, որտեղ ուրիշ հարցով ենք նայում, սակայն հիմա ուզում սրա վրա նայենք, որ ինչ ասում։ Եվ ես հորը կաղաչեմ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որը կմնա ձեզ հետ հավիտյան։ Նախ հավիտյանից է, նաև Տերը որ որոշել է մարդուն հավիտյանական կյանք տա եւ ասում Սուրբ Հոգին կմնա հավիտյան։ Հավիտյանական է։ Մենք տեսնում ենք այս 7 բնութագիրը, որ Սուրբ Հոգին սեր է, Սուրբ է, ամենակարող է, ամենուրեք է, ամենագետ է, ամենաիմաստուն է եւ հավիտյան անփոփոխ է։ Այս 7 բնութագիրը կար Աստված թեմայում եւ Տեր Հիսուս Քրիստոս թեմայում։ Այսինքն, եթե միտեղ հանգարց Սուրբ Հոգի էլ չասվի, եթե մենք Աստծո մասի խոսում ենք որևէ բան, սա վերաբերում է նաեւ Սուրբ Հոգուն, իմացեք։ 4-րդ վերջին բաժինը մենք պետք է նայենք, որը կոչվում է Սուրբ Հոգուն վերաբերվող որոշ խորհրդանիշներ, այսինքն սիմվոլիկ անուններ, Սուրբ Գրքում այո այդպիսի դեպքերի հանդիպում ենք, որ Սուրբ Հոգուն նմանեցնում է կամ սիմվոլիկ ձևով որևէ բանի։ Օրինակ, Սուրբ Հոգուն, Սուրբ Գիրքը նմանեցնում է որոշ տեղեր կրակի։ Կրակ այսինքն ունի այրելու, սպառելու, զտելու, լուսավորելու, տաքացնելու հնարավորություն, չէ՞։ Այսինքն նույն, ասենք, հոգևոր իմաստով ձևերով Սուրբ Հոգին գործում է աշակերտների հետ, այսինքն Տիրոջ տան հետ։ Գործքի 2-րդ գլխի 3-րդ խոսքում գրված է, ասում է. «Եվ երևացին նրանց բաժանած լեզուներ, ինչպես կրակի ձև նստեցին նրանց վրա»։ Սա Սուրբ Հոգու մկրտվելու օրն էր, առաջին անգամ որ Սուրբ Հոգին եկավ, նստեց առաքյալների եւ ոչ թե միայն առաքյալներին, դե խոսքը ասում են 120-ի չափ մարդիկ կային, այդ բոլորի վրա որ նստեցին եւ մարդիկ, կողքի մարդիկ որ տեսան, տեսնում են կրակի լեզուներ, բայց խորհուրդը սա է, Սուրբ Հոգին, մկրտությունը Սուրբ Հոգի որ իջավ նրանց վրա, տեսլիքի մեջ նա կրակ էին տեսնում։ Նենց լուսավորող կրակի տեսքով էր Աստված նրանց երևում եւ նրանց մեջ իջավ։ Մեկ ուրիշ նմանություն, որ ասում է քամի, օրինակ, երբ որ նորից նույն գործառաքելոց 2-րդ գլխում 2:2-ում գրված ասում է, երբ որ հավաքված են ուժեղ քամու ձայն, բայց քամի չկար, բայց ձայնը քամուն մա ժողովուրդը գիտեն քամի է։ Եվ տեսան որ կրակի լեզուները այդ քամու ձայնից իջան առաքյալների եւ մյուսների վրա։
ժողովող 11:5-ում ասում է, ինչպես որ չգիտես, թե որն է քամու ճանապարհը, ինչպես են Շիմոն ոսկորները եղի կնոջ արգանդում, նույնպես չգիտես ամենաստեղծ Աստծո գործը, այսինքն ինչու է քամու նմանեցնում, որ այո, Սուրբ է, շատ բաներ մենք կարողանում ենք Սուրբ Հոգու մասին իմանալ, բայց նաև ինչպես որ Հայր Աստծո համար է ասում, անքննելի են նրա ճանապարհները։ Չես կարող Աստծո մասին ամեն ինչ իմանալ։ Ծրագրերը միայն Աստված է, որ իր ծրագրերից տեղյակ է։ Մեկը ինձ հարցնում է, շատ անգամներ են հարցրել. Աստծուն ճանաչում ես, որ Աստծո մասին խոսում ես։ Ասում եմ, ինչքան ճանաչում եմ, այդքան եմ խոսում։ Ես չեմ կարող ասել, շատ լավ գիտեմ կամ բոլորովին ինչպիսին որ կա, ես բոլորը գիտեմ։ Ինչպես կարելի է հավիտենական Աստծուն ամբողջովին իմանալ։ Այո, փառք Աստծո, մեզ հնարավորություն տվել է ճանաչելու, սակայն մարդկության կողմից անքննելի է, ինչպես որ քամու ճանապարհը, ինչպես որ ասում չես իմանում, ինչպես են ստեղծվում ոսկորները մարդու մեջ կամ ոսկորը միայն չէ, աչք է, մազ է եւ այլ։ Ճիշտ է, մարդը ճանապարհը գիտի, բայց ինչպես է կատարում, չգիտի ինչպես։ Գիտի որ ճանապարհից է մարդը ծնվում, բայց չգիտի ինչպես է ստեղծվում։ Նմանապես քամին, մարդը տեսնում է քամու գործը, շատ բաներ իրեն տեղյակ է, բայց էլի անքննելի է նրան։ Նաև Հովանու 3:8-ում Տերը որ խոսում ասում է, ինչպես որ մարդը չգիտի քամին, թե որտեղից է գալիս, ուր է գնում, այդպես է հոգուց ծնվածը։ Այսինքն հոգու գործերի մասին է խոսում։ Քամու հետ է նմանեցնում հոգու գործը։ Կամ էլ ջուր։ Սուրբ Հոգին Սուրբ Գրքի մեջ անվանված է ջուր, ասում է ջուր ինչ իմաստ ունի, ընդհանրապես մաքրող, չէ՞։ Մաքրող, ծառավ հանգեցնող, թարմացնող, կյանք տվող, տեկուս բնությունը ջրում ես կյանք է տալիս։ Այսինքն Սուրբ Հոգին հենց այս գործերը ունի եւ դրա համար կոչվում է կյանք տվող ջուր։ Եզեկիելի 47:1-5-ում Սուրբ Հոգի գործ առաջնորդություն նմանեցնում է մի գետի, որը առաջնորդում է եւ ուր որ հոսում է կյանք է տալիս, ասում է։ Տերն անձամբ խոսում է Հովանու 7:38-39 խոսքերում ասում է. ինձ հավատացողը ինչպես գիրքն է ասում, նա փորձ կենթանի ջրի գետեր կբխեն։ Եվ 38-ում ասում է սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին իրեն հավատացողները, որտեղ Սուրբ Հոգին դեռ տրված չէր, որտեղ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Բարձ ասում է Հիսուս ասեց կենթանի ջրերի գետեր կբխեն եւ ասում սա ասեց Սուրբ Հոգու համար։ Այսինքն Տերը ինքը նմանեցնում է ջրի խորհրդով, այսինքն ինչպես որ կենթանի ջուր, ինչ ասում, կյանք տվող ջուր, կյանքի ջուր, ինչպես որ այդ ջուրը կյանք է տալիս ու գնում է, մարդու մեջ կտեղափոխվի կյանքի աղբյուրը։ Եվ ոչ թե միայն իր մեջ, այլ հենց իրենից էլ որ բխի, լսողներին կյանք պետք է տա։ Սուրբ Հոգու խոսքը պետք է լսեն, ասենք Սուրբ Հոգուց ազդված խոսքը մարդիկ պետք է լսեն եւ վերջում մի նորից նմանություն սիմվոլիկ խոսք, որ Սուրբ Հոգին նմանեցնում է աղավնու, աղավնին հենց ինքը մաքրության նշան է եւ խաղաղության նշան է։ Օրինակ Մատթեոս 3:16-ում Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ չասում Հայր Աստված երկինքից խոսեց, ահա դա է իմ սիրելի որդի, որին հավանել եմ, դրան լսեցեք, եւ ասում Սուրբ Հոգին աղավնակերպ հիշնում էր Հիսուսի վրա։ Իսկ երրորդ անձ Աստվածային մարդու կերպարանքով երկրի վրա էր։ Հովանու 1:32-34-ում էլ գրված է։ Ասում է եւ Հովանեսը վկայեց ասես, տեսնում էի հոգին, որ աղավնու պես վայր է իջնում երկինքի, ասում է եւ մնում է նրա վրա։ Ասում է եւ ես չգիտեի ով է նա, ասիկի Հիսուսի համար ասում, բայց նա որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, ասում է նա ասեց ինձ, թե որի վրա տեսնես հոգին վայր է գալիս նրա վրա եւ մնում է, նա է Սուրբ Հոգով մկրտողը եւ ես տեսա եւ վկայեցի, ասացի թե սա է Աստծո որդին։ Ուրեմն Հովանեսը տեսավ այդ տեսիլք նաեւ Աստծո Հոգին աղավնակերպ հիշնում է մնում է Հիսուսի վրա։ Աստված ձեզ օրհնի, Աստված ձեզ պահապանի։ Սուրբ Հոգին Աստծո եռամիասնության մեկ անբաժանելի անձն է, Աստված դիրքի ու վիճակի մեջ, ոչ ավելին եւ ոչ էլ պակաս։ Նրա մեջ են մկրտվում Հիսուս Քրիստոսին հավատացողները, որոնց նա առաջնորդում է ամեն ճշմարտության մեջ։